Ողջույն սիրելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ Չարենցավանում, եկել եմ ծանոթանալու աշխատասեր, հյուրասեր, ջանասեր և մի շնորհություններ փնտրող Գայանեի հետ։ Գայանեն զբաղվում է գիպսի արձանիկների պատրաստմամբ։ Գայանե, ես գիտեմ, որ դեռ Արցախում դուք այսպես ձեռքի աշխատանքների սիրահար էիք, այժմ արդեն գիպսե գործունեություն եք ծավալում, ինչպես ստացվեց անցումը։ Դա շատ հետաքրքիր թեմա է և ինձ համար շեշտը դնում եմ մի շատ գեղեցիկ պատմության վրա, որից սկսվել է, որից ծնվել է իմ գիպսերը։ Իմ ծնողների ամուսնության 50-ամյակն էր, մտածում էի ինչ նվեր մատուցել, տարբերակ չգտա, պարզապես մտածեցի, որ մենք պետք է տարոսիկ պատվիրենք։ Տեղից ես սկզբից որ գիպսով չէի զբաղվում, պատվիրեցի գիպսից արձանիկներ և ստացա կոմպոզիցիա, հարսանյաց գեղեցիկ տարոսիկներ։ Տեղադրեցի կայք և ունեցա պատվերներ, այդտենց սկսվեց և գաղափարը և ծնվեց իմ գիպսի աշխատանքները։ Այո, փաստորեն առաջի անգամ ծնողների համար։ Այո, օրհնություն ստացա ես։ Ձեր գործերում գերակշռում է տատիկ պապիկը, Արցախը խորհրդանշող, և թերևս սա էլ իր նախապատմությունը ունի։ Այստեղ ես տեսնում եմ նաև շատ հետաքրքիր գործեր, որոնք դուք անվանել եք վերադարձի հույսով Արցախ։ Դա խորհրդանշում է, որ մի օր մենք հաստատ հետ ենք վերադառնալու։ Այո։ Եվ ձեր գործերում ավելի շատ տատիկ պապիկն է, չէ՞։ Շեշտը դրված է հենց Արցախի սիմվոլիկ արձանիկների վրա, տատիկ պապիկ, մենք ենք մեր սարերը։ Պատվերները նույնպես ունենում եք հենց այս կոնտեքստում։ Հիմնականում լինում են գրվածքները, լինում է ես Արցախն եմ, դու իմ Հայաստանը, այս բանը չունեմ այդ տարբերակը, որովհետև իմ վաճառքը այնքան մեկ տենում ես արագ ընթացել է գնում, որ ինձ մոտ նմուշ չի մնում, ձևանմուշ որպես չեմ հասցնում պահեմ, այո։ Բայց փորձում եմ ավելի նորություններ ստեղծեմ։ Գայանե, այս պահին հետաքրքիր աշխատանքային պրոցես է ընթանում, ինչ ենք անում։ Այս պահին ես պատրաստում եմ գիպսի լուծույթ, որից հետո լցնել եմ կաղապարների մեջ և ստանամ սիրուն գիպսի արձանիկներ։ Լուծույթը արդեն պատրաստ է և այն լցվում է կաղապարի մեջ։ Ինչքան ենք թողնում։ Թողնում ենք 25-ից 30 րոպե, ամենաքիչը։ Դրանից հետո, երբ որ կաղապարի մեջ ինքը չորանում է, իր բաժին չորանալու հայը, հանում ենք, շարում ենք թղթերի վրա և թողնում ենք, որպեսզի այն տան ջերմաստիճան տակ չորանա, լիովին։ Շատ-շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ դե ինչ է գիպսը, փոշի է, ջրի հետ լուծույթ է ստանում և վերջ, ոչ, այն չորացնելուց հետո մենք անցնում ենք մի քանի փուլ։ Փուլերից մեկը դա մշակում ենք, գիպսը անհարթացնում ենք, անհարթությունը։ Դրանից հետո պարզապես գրունտ են ասում, չգիտեմ հայերենով ինչպես են ասում, գրունտով իրան փոշին հանում այնքը, նորից թողնում ենք չորանա։ Այն որ չորանում է, եթե ներկելու կարիք է լինում, որը որ ներկելու կարիք է լինում, նրանց ներկում ենք, որը որ չէ, միանգամից լակապակում ենք։ Մոտավոր քանի ժամ է տևում այս պրոցեսը։ Ես կասեի ոչ թե ժամ, այլ 5-ից 6 օր, պարտադիր օրեր։ Այո, օրեր։ Որպես խորհրդանշական նվեր։ Շնորհակալ եմ յուրահատուկ նվերի համար, շնորհակալ եմ մի փոքրիկ Արցախ նվիրելու համար։ Վերջում պարզապես ուզում եմ ասել, թող այս փոքրիկ ստեղծագործությունները հասնեն այն մարդկանց, ովքեր պարզապես կարոտում են, հիշում և սիրում, ինչպես ես։